Ինչպես մարտի 8-ին, այնպես էլ ապրիլի 7-ին կանցնվիրված միամսյակի վերջին օրը Արցախի ազատամարտիկների միությունը հաճելի անակնկալ է նախապատրաստել մայրաքաղաքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Հայրենիաց պաշտպան կազմակերպության անդամները վարդերով բեռնված մեքենաներով շրջել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով եւ շնորհավորել կանանց ու աղջիկների մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ 1000 վարդ գեղեցիկ սեռի 1000 ներկայացուցչի համար։ Գուրգե Մնացականյանն արդեն կորցրել է հաշիվը, թե քանի հոգու է հասցրել շնորհավորել ու վարդ նվիրել, բայց որ աշխատում է այդ առումով աչքաթող չանել ոչ մեկին, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Առիթը կա, հնարավորությունը նույնպես, ուրեմն ինչու չօգտագործել եւ ուրախ տրամադրություն հաղորդել օրվա հերոսներին։ Մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միշտ սպասում մեզանից այսպիսի գեղեցիկ նվերներ կներեք։ Եթե անկեղծ լինեմ, ես երազանք ունեմ 1 միլիոն հոգու նվիրել, բայց դեռ շատ ունեմ այդ չափանիշին հասնելու։ Հայկու նոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիկի խոսքերն ուղղելու եւս մեկ հրաշալի առիթ է։ Իհարկե անչափ հաճելի է, երբ տեսնում ես, թե մարդիկ ինչպես են ուրախանում, իհարկե բոլորն էլ ուշադրության կարիք ունեն, առավել ևս գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, եւ երբ այդ ուշադրությունը արտահայտվում է ծաղկի տեսքով, կարծում եմ անչափ հաճելի է եւ նրանց ժպիտները մեզ համար ամեն ինչ են եւ մենք այդ ժպիտները տեսնելու համար պատրաստ ենք յուրաքանչյուր քայլի։ Հայկինը եղել ու մնում է ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունը, ամենածանր պահերին կրելով բոլոր դժվարությունները նա սատար է կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն, դառնալով մեր ժողովրդի հարատևության երաշխիքը։ Հայկինը միշտ հայ տղամարդու կողքին է եղել, պատրաստ նրանց ցանկացած հարցում աջակցելու, սատարելու եւ անգամ պատերազմի տարիներին նրանք մեր հետ միասին մեր հայ տղամարդկանց հետ կողքի կանգնած պատերազմում են մեր հայրենիքը պաշտպանելու, տա Աստված մեր երկրին խաղաղություն եւ նրանց աջակցության կարիքը այդ հարցում այլևս չլինի։ Նախընտրական այս ժամանակահատվածում նմանատիպ հաճելի անակնկալի արժանանալով արցախուհիները հետաքրքրվում են, որ կուսակցության կողմից է կազմակերպված այս ակցիան։ Պատասխանը ոչ պակաս հաճելի է, որքան այս դյութիչ ծաղիկները։ Մեր ակցիան ընդհանրապես կապ չունի նախընտրական պայքարի հետ, մենք որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի չենք սատարում եւ մեր ակցիան միայն ու միայն քաղաքացիական է եւ նպատակ ունի շնորհավորելով։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր